նա ասում է, որ մարդկային ռեսուրսի ճգնաժամ գոյություն ունի եւ հենց այդ վարորդական իրավունքի հետ կապված, որ վարորդները մեքենա վարում են, բայց բացարձակ չտիրապետելով մեքենա վարելու հմտություններին եւ գիտելիքներին, նա ասում է, եթե կարելի է նույն կերպ մեքենա քշել, ինչու չի կարելի նույն կերպ լինել կառավարության անդամ, պետական պաշտոնյա, քննիչ, դատավոր, դատախազ, նաև կառավարիչ ու կառավարել։ Սա ինքնախոստովանություն չէ։ Սա շատ երևի պարզ անկեղծ արդահայտություններ է, որը վերջին 7 տարում մենք բոլորս տեսել ենք։ Այսօր ովքեր են, ով է առհասարակ, ով է մեր երկրի կառավարիչը, մարդ, որը նույնիսկ չունի բարձրագույն կրթություն։ Դիպլոմներ են տվել։ Չունի, իհարկե չունի։ Ովքեր են նախարարները։ Ծնված օրը կա մեկի նախարար նշանակվելու օրը։ Ովքեր են պատգամավորները, ովքեր են մարզերում վարչության պետերն ու մարզպետները։ Բոլորը պատմություն չունեցող, կրթություն չունեցող, գիտելիք չունեցող, կազմակերպչական հմտություններ չունեցող անձիկ։ Այդ արդյունքը այսօր ինչ է, մեր պետության իրավիճակը։ Այո, ինքը այսօր մեր պետության ղեկն է վարում, չունենալով վարորդական իրավունքի վկայական եւ վկայականն է չանդամ, չունենալով համապատասխան գիտելիքներ։ Եվ արդյունքում ուր է հայտնվել այդ ավտոբուսը անդունդում։